Եկեք զբաղեցնենք մեր տեղերը, ողջունում եմ բոլորից, սիրելիներս, Աստված օրհնի բոլորից։ Պատահական չի, որ այստեղ ես, իդեպ կյանքում ոչ մի պատահական բան չկա, իմացի։ Ոչ մի բան պատահական չի։ Ոնց որ մենք տեսնում ենք, այս ֆիզիկական աշխարհը տենց էլ կա հոգևոր աշխարհ։ Եվ հոգևոր աշխարհը թելադրում է, թե ինչ պետք է անի այս նյութական աշխարհը, որտեղ ապրում ենք ես ու դու։ Ուզենք թե չուզենք, հոգևոր աշխարհը թելադրում է մեզ։ Թե խավար աշխարհն է թելադրում, թե լույսի աշխարհն է թելադրում, թե լույսի թագավորությունն է թելադրում։ Իսկ լույսի թագավորությունը թելադրում է միմիայն Սուրբ Հոգով, միմիայն Աստծո Հոգով, որը որ Աստված մեզ տվել է։ Գիտեք, եկեղեցին վայր է, որտեղ Աստծո Հոգին է գործում։ Եվ Աստծո Հոգուն հասկանալու համար պետք է հոգևոր լինենք, որպեսզի հասկանանք։ Ամեն, որովհետև շնչավոր մարդը չի կարող հասկանա, թե ինչ է խոսում հոգին։ Նույնը, ասենք, եթե ես իսպաներեն չգիտեմ, մի իսպանացի իմ հետ խոսա, ես իրան չեմ հասկանա, որովհետև ես իսպանացի չեմ։ Ճիշտ է, ես հայ եմ։ Ես կհասկանամ այն լեզուները, որը ես գիտեմ, բայց որ լեզուն, որ ես չգիտեմ, ինչքան ուզում եմ խոսա, ես դա չեմ հասկանա։ Մենք հայերի մեջ սովորություն ունենք, գալիս են Եվրոպա, գերմաներեն չգիտեն, այրոպորտում շատ եմ լսել, մեր հայերը սկսում են ռուսերեն խոսալ գերմանացու հետ, բայց չի պետք է գերմանացին ռուսերեն իմանա, նա չգիտի այդ լեզուն։ Նույնը գիտեք, հասկանալի է դառնում Աստծո խոսքը եւ կյանք է բերում մարդուն, երբ որ մարդ ինքը հոգով է, ինքը կենդանի է։ Եվ գիտեք, մի հատ խոսք եմ ուզում կարդամ։ Առաջի Կորինթացին 2:13 ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ հոգու վարդապետությամբ։ Հոգևոր բաների, հոգևոր մարդկանց ենք մեկնում։ Աստծո խոսքը խոսում է հոգով, որովհետև Աստվածաշունչը դա Աստծո հոգին է, որ խոսում է, եւ դա կենդանություն է բերում մարդուն։ Կարող է մարդ շնչավորից դառնա հոգևոր, իհարկե կարող է։ Ի սկզբանե Աստված տենց է մարդուն ստեղծել, շնչավորից, որպեսզի մարդ դառնա հոգևոր։ Այսօրվա падգամը սենց կանվանեմ, լավ։ Դու ապրում ես, թե պարզապես գոյատևում ես։ Կյանք, թե գոյություն ունենալ։ Սրանք տարբեր բաներ են։ Եկեք համաձայնվենք, որ կա կյանք, լիարժեք կյանք, եւ կա որ գոյություն ենք ունենում, գոյատևում ենք։ Գիտեք, ինչու՞մն է այստեղ բաժանվում տարբերությունը։ Կյանքը այն է, որ դու հավիտենական հայացք ունես, որ քո կյանքը, որ քո հոգևոր աչքերը գնում է այս ֆիզիկական աշխարհից անգամ դուրս, դու հավիտենական հայացք ունես։ Դու ունես այն հայացքը կյանքի, որը որ Աստծո տեսանկյունից է։ Ոնց որ Աստված է պատկերացնում կյանքը, չէ՞, Աստված հավիտենություն է, այո, Աստված չունի ոչ սկիզբ, ոչ վերջ։ Մենք դա չենք կարող հասկանանք ոչ, բայց դա այդպես է։ Եվ մարդը, որ ստեղծված է Աստծուց, նա պետք է հավիտենական լինի, որպեսզի կյանք ունենա։ Սկզբից Ադամին Աստված ստեղծեց, որպեսզի ունենա հավիտենական կյանք, չէ՞։ Աստված չասեց, որ դու կմահանաս, կմեռնես, ասեց, որ դու հավիտյան կապրես։ Ապրեցեք, լցրեցեք այս երկիրը, իշխեցեք բնության վրա, կենդանիների վրա, ապրեք, կյանք տվեց Աստծուն։ Բայց գիտենք, որ մարդը կորցրեց կյանքը, ինչի պատճառով, մեղքի պատճառով։ Մարդը սկսում է իրականում ապրել ոչ թե մարմնավոր ծնունդով, ոչ թե կրոնական պատկանելիությունից ելնելով, ոչ թե թղթի վրա գրված մկրտության պատճառով, որ ինքը մկրտվել է ինչ-որ միտեղ, դրանից չի սկսվում կյանքը։ Կյանքը սկսվում է հանդիպումից։ Կյանքը սկսվում է, երբ որ դու հանդիպում ունես կյանքի հետ։ Գիտեք, ես այսօր կխոսամ տարբեր մարդկանց համար, պարզ։ Կան քրիստոնյաներ, որոնք կյանք ունեն։ Կան քրիստոնյաներ, որոնք կյանք չունեն։ Կան քրիստոնյաներ, որոնք կարծում են իրանք քրիստոնյա են, բայց իրանք չեն էլ հանդիպել սկի կյանքի հետ։ Կան քրիստոնյաներ, ովքեր հանդիպել են կյանքի հետ, բայց ելի կյանքից բաժանվել են, երբ չեն ապրում։ Բայց գիտեք, Աստված ուզում է, որպեսզի մենք ապրենք, մենք կյանք ունենանք ամեն օր։ Եվ երբ որ դու սկսում ես ապրել եւ կյանք ունենալ,
Գիտես ինչա կատարվում։ Դու տխուր չես երբեք։ Քո սիրտը միշտ ուրախ է։ Ինչ էլ կատարվում է քո կյանքում, դու միշտ ուրախ ես։ Գիտես խի, որտեվ դու հավիտյան ես ապրում, որտեվ դու չես կենտրոնանում խնդիրի վրա, որ եկել է քո կյանք։ Գիտեք խեն մարդիկ տխրում, որ խնդիր է գալի իրանց կյանքում, որովհետև մարդու միտքը պատկերացնում է, որ կյանքը այդքան էլ երկար չի ախր։ Իր պատկերացրած կյանքը այս աշխարհում տված կյանքն է 60, 70, 80 լավ այսօր, ասված օրհնի 100։ Սենց է մեր պատկերացումը։ Մարդը ընկնում է պարտքերի տակ, տոկոսների տակ, խնդիրների մեծ, ու ասում է ես արդեն 40, 50 կամ 60 եմ, մի 20 տարի էլ ընկա այս խնդիրի մեջ, էլ ինչ մնաց կյանքիցս։ Մինչև տոկոսներս, պարտքերս փագեմ պրծնեմ, կլինեմ 70-80 տարեկան։ Այս ինչ կյանք էր։ Ու մարդու սրտի մեջ գալիս է տխրություն։ Ու այս տխրությունը սկսում է մարդու մեջից սպանել։ Տխրությունը արտահայտվում է մարդու դեմքից արդեն։ Բայց շատ մարդիկ փորձում են իրանց տխրությունը ծածկեն, ժպտան, ինչ որ ժպիտ ցույց տան դեմքներին, որ ամեն ինչ լավ է մեր մոտ, ամեն ինչ օքեյ է, բայց եթե խորանում ես մարդու կյանքի մեջ, ոչ մի լավ բան չկա։ Իրական ոչ մի ուրախանալու, իրական երջանկության պատճառ չկա։ Գիտեք խի, որտև կյանքը չկա։ Մենք նոր երգ ենք երգում, որ Սուրբ Հոգի լցրու ինձ քո յուղով, որպեսզի վկան լինեմ ես Քրիստոսի։ Գիտեք Քրիստոսի վկան որն է։ Խնդրում եմ չխառնեք, սա Եհովայի վկաների մասին չի ընդհանրապես։ Հիսուսի վկան, Հիսուսը կյանքն է։ Հիսուսը ասեց ես եմ կյանքը։ Այդ կյանքը Հիսուսն է։ Եթե ես ունեմ Հիսուսին իմ մեջ, ես ունեմ կյանք, ես ապրում եմ։ Բայց գիտեք կյանքը, որպեսզի կյանքը շարունակական լինի մարդու կյանքում, նա պետքա միշտ ունենա կյանքի աղբյուրի հետ շփում։ Միշտ պետքա ունենա այս շփումը կյանքի աղբյուրի հետ, այսինքն Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ ով է մեզ Հիսուսին ծանոթացնում։ Սուրբ Հոգին։ Հիսուսը, երբ որ բարձրացավ երկինք, համբարձվեց։ Հավատում ենք, որ Հիսուսը հարություն է առել։ Հավատում ենք, որ Հիսուսը մեր մեղքերի համար խաչի վրա խաչվել է։ Իմ ու քո մեղքերի համար։ Ինքը ոչ մի բան չէր արել։ Իմ ու քո մեղքերի համար բարձրացավ խաչը։ Եվ երրորդ օրը հարություն առավ։ Ինչու՞, որովհետև նա մեղք չէր գործել։ Դա իմ ու քո մեղքերն էր իրան 3 օր մահացած պահեց դժոխքում։ Նա կասեց ո՞նց գնաց։ Այո, Հիսուսը իջավ դժոխք եւ դժոխքում է քարոզեց, որպեսզի դժոխքում էլ հավատացողներին բերի, հանի։ Բայց էլ տենց չի անելու։ Մեկ անգամ արել, էլ չի գնալու ինքը դժոխք քարոզի։ Մենք ստեղ պետքա ընդունենք կամ կյանք կամ մահ։ Ուղղակի պետքա ամեն մարդ ինքը իրան սկսի հասկանալ, որպեսզի Աստծուն է հասկանա։ Քանի մենք մեզ չենք հասկացել, մենք անկեղծ չենք եղել ինքներս մեր մեջ, մենք ինքներս մեզի հարցեր չենք տվել, մենք մարդը կույր ապրում է, թմրած այսենց ապրում է մինչև իր կյանքի վերջ, ինչ որ մեկն էլ կողքից իրան ասում է, դե լավ շատ հոգս մի արա, ամեն ինչ լավ կլինի, բայց սուտ է ասում, ոչ մի լավ բան էլ չի լինում, վերջում մարդը ծերանում մահանում իր անեծքների, իր մեղքերի մեջ, վերջում գնում է դժոխք։ Դա ռեալ է, դա իրականություն է։ Գիտես սիրելիս, դժոխքը իրականություն է։ Հավիտենական մահը իրականություն է, ինչու, որովհետև մարդու շունչը, որը որ մեր մեջ է, ստեղծված է Աստծուց, Աստված է ստեղծել, եւ դա չունի վերջ։ Մարդու շունչը հավիտենական է, հավիտենության մեջ պետքա գոյատևի կամ ապրի։ Ստեղից սկսած, այս աշխարհից սկսած մարդու շունչը արդեն կամ գոյատևում է, կամ ապրում է։ Այստեղ մենք պետքա հասկանանք կյանքը։ Գիտեք, մի օր մի քահանա լավ բան ասեց, դուրս եկավ։ Ասեց մարդու մարմինը, շատ մարդիկ կարծում են, ես կմահանամ, կգնամ երկինք, նոր Աստծո հետ իմ հարցերը կլուծեմ, բայց Հոբի գրքում գրած Աստված հազարատել հարց տա, մեկին չեմ կարա պատասխանեմ։ Մենք Աստծուն չենք պատկերացնում։ Մենք շատերս աշխարհիկ մարդիկ գիտեն, Աստված կա, այո, շատերս հավատում ենք Աստված կա, բայց դու Աստծուն ճանաչում ես։ Ասես հա Աստված իմ սրտում է, շատ ասում են, իմ Աստված իմ մեջ է, իմ Աստված։ Գիտես, դա կարող է լինի քո հորինած Աստված։ Դու չես էլ պատկերացնում Աստծուն։ Հիսուս ասում է Աստծուն ոչ ոք չի կարող գալ, եթե ոչ ինձանով։ Այդ նկարի մեջ
էսի Աստվածաշնչից խոսք է դրած, որ Հիսուս ասում է, ես եմ ճանապարհը, ինքն է ճանապարհը։ Այսինքն, եթե մենք գիտենք, որ կա Արարիչ, կա Աստված, որը որ մեզ ստեղծել է, իր պատկերով, իր նմանությամբ, որպեսզի ես ունենամ հավիտենական կյանք, եւ ես ուզում եմ այդ Աստծուն ճանաչեմ, ես միայն ու միայն Հիսուս Քրիստոսի միջոցով կճանաչեմ այդ Աստծուն։ Որտեւ ինքը ուղարկեց Հիսուսին այս աշխարհ, որպեսզի զոհ դառնա ամեն մեկիս համար։ Ինչի համար։ Կասենք, այսքան sense մեծ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, ինչի համար պիտի Հիսուսին խաչեր։ Միթե չէր կարա ինքը աչք փագեր մեր մեղքերի վրա։ Ոչ, որտեւ ինքը արդար ու սուրբ Աստված է։ Չէր կարա։ Եթե ես կարդայի գրքում, որ Աստված աչք է փագում մեր մեղքերի ու մեր անօրենությունների համար, ուղղակի աչք է փագում, ասում է դե լավ, ներում եմ քեզ, ոչինչ։ Ես գիտեք չէի հավատա տենց Աստծուն։ Իմ դուրը չէր գա այդ Աստված։ Իմ համար ինքը սուրբ չէր լինի։ Իմ համար ինքը ճշմարիտ դատավոր չէր լինի, բայց իր դատաստանը ճշմարիտ է։ Իր դատաստանի խաչմերուկը դա Հիսուս Քրիստոսի խաչն է։ Հիսուս Քրիստոսի խաչի մոտ, երբ որ մենք կանգնած ենք ամեն մեկս, եւ դա համաշխարհային փաստ է բոլոր ժամանակների համար, որ ամեն մարդ պետք է իր դիրքորոշումը անի։ Այդտեղից է սկսվելու Աստծո դատաստանը։ Այսօր մենք ունենք ողորմություն միայն ու միայն ողորմություն։ Ուրիշ Աստված չեկավ դատելու, Հիսուս ասում է, ես չեկա դատելու։ Դուք ինչ որտեղ ավետարանում կարդացել եք, որ Հիսուսը մեկին դատի, մեկին պատժի, ոչ։ Բոլորին օրհնում էր, բոլորին խորհուրդ էր տալի, բոլորի համար աղոթում էր, մեռելները հարություն էին առնում, կաղերը քայլում էին, կույրերը տեսնում էին, ամեն ինչ անում էր։ Այսօր շատ աշխարհիկ մարդկանց կյանքում էլ շատ բաներ է կատարվում, նույնիսկ չի մենակ հավատացյալների կյանքում է բաներ կատարվում։ Գիտեք, Աստված սիրում է բոլորին։ Միգուցե մենք մարդկային ձևով ասենք, ո՞նց կարա Աստված այն մարդասպանին սիրի։ Ասեմ ձեզ, որ սիրում է։ Բոլորին է սիրում։ Ոնց հավատացյալին, նենց էլ անհավատին։ Ոնց արդարին, նենց էլ անարդարին է սիրում Աստված։ Որովհետև ինքը չեկավ դատելու այս աշխարհը մեր անարդարությունների պատճառով, ինքը եկավ որպեսզի փրկված լինենք եւ կետ։ Հիմա մենք ենք ընտրում, ուզում ենք փրկված լինենք, թե ուզում ենք մեր մեղքերի մեջ մնանք մահանանք։ Գիտեք, եկեք ճշմարիտ լինենք, անկեղծ ամեն մեկս մեր հետ։ Այսօր անկեղծ եմ խոսալու, կրոնական, այստեղ կրոն չի։ Գիտեք, մի բան էլ ասեմ, Աստված կրոնի հետ ընդհանրապես կապ չունի։ Աստված հոգի է եւ Աստված հավատք է, որին դու պետքա վերապրես։ Դու պետքա ապրես ասում։ Աստված կյանք է։ Չէ՞։ Աստված սեր է։ Եվ այդ սիրո նշան, երբ որ դու սկսում ես ապրել Աստծուն, վերապրել, քո մեջ սկսում է Աստծո աստվածային նշանները կատարվել։ Կողքից քեզ տեսնում են, ասում են դու ուրիշ մարդ ես։ Ինչու՞, որովհետև Աստվածայի բնության նշանները սկսում է քո մեջ կատարել, դու սկսում ես սիրել, որ ոնց որ Աստված է սիրում, դու սկսում ես ներել, ոնց որ ինքն է ներում։ Եվ գիտեք, դա կյանքի նշաններ է։ Դա կյանքի նշանները, այն որ մարդը մահացած էր, մեկ էլ իր համար աղոթք ես անում, ինքը արթնանում է այս մարդը։ Վերածնվում է այս մարդը։ Հարություն է առնում այս մարդը։ Գիտեք, հարությունը Հիսուս Քրիստոսի հետ, ոչ թե պետքա մահանանք հետո հարություն առնենք, մենք հիմա արդեն պետքա հարություն առնենք Քրիստոսի հետ։ Մեր հոգին պետքա ապրի արդեն։ Մեր հոգին պետքա կենդանանա, դու պետքա կյանք ունենաս։ Անցած 2 շաբաթը ամեն օր համերա հիվանդանոցներում եմ եղել։ Այցելություններ, տարբեր մարդկանց օգնել, թարգմանել եւ այլ եւ այլ։ Մի մարդ ինձ հանդիպեց հիվանդանոցում։ Սկի սիրտ չուներ։ Սիրտը այսպես կողքից կախած էր պարկով։ Ինքը սիրտ չուներ, իր սիրտը ինչ որ պոմպ էր, մեքենա էր, որ կողքից կախած էր, ու սենց ման էր գալիս։ Ծեր մարդ էր 70 անց։ Եվ զգացի, որ Տերը ինձ ասում է մոտեցի այս մարդուն խոսա իր հետ։ Ուղղակի մոտեցի խոսա, հետո կհասկանաս։ Մոտեցա, սենց ցույց տվեցի, որ ուզում եմ հետը շփվեմ, խոսամ։ Մի քիչ խոսացի հետը, ոնց ես, էս ինչա, հարցրեցի, ինքն էլ պատմեց, էս իմ սիրտն է եւ այլ սենց։ Ու ես գիտեմ, թե իրան պետք է ավետարան պատմեմ, բայց հասկացա, որ չէ, ինքը տեղյակ է ամեն ինչից, լավ տեղյակ է, Աստծո խոսքից եւ ամեն ինչից, բայց ասեց, դե լավ, գնամ ծխեմ գամ։ Ասում եմ, ծխես, այս վիճակում ծխես։ Ասում եմ, դե գիտեմ, առողջարար չի, բայց դե միտքը ասում է, հենց որ խնդիրներ ա լինում, միտքը ասում է, գնա ծխի կհանգստանաս, բայց դե գիտեմ, որ սուտ է, բայց անում եմ։ Ասում եմ, իսկ եթե գիտես, որ սուտ է, ես անում։ Գիտեք, այդ մարդը ասեց, որ ինքը հավատացյալ է, քրիստոնյա է։
Ես ասեցի, ես էլ եմ հավատում Աստծուն։ Ես լրիվ չբացվեցի, չասեցի, ով եմ, ինչ եմ, որտեղից եմ։ Ասի, հա, ես էլ եմ քրիստոնյա, ես էլ եմ Տիրոջը հավատում։ Ինքը սկսեց 1 ժամ խոսալ։ 1 ժամ ես ոչ մի բան չեմ ասել այդ մարդուն։ Ուղղակի լուր լսել եմ իր խոսակցությունը։ Ինքը խոսում էր այնքան սիրուն բաներ, բայց խոսում էր մենակ իր անցյալից։ Ինքը խոսում էր, որ ինքը աստվածաշնչյան դպրոց է ավարտել, ինքը խոսում էր ինչ սիրուն գեղեցիկ ծառայություններ արել, որ ինքը ինչքան լավ քարոզներ արել, ինչքան լավ երիտասարդական հովիվ ա եղել եւ տարբեր ծառայություններ ունեցել է եկեղեցում։ Շատ սիրուն խոսում էր, բայց տենում էի, որ իր մեջ կյանք չկա։ Եվ Տերը ասում է, տեսնում ես, մահացած է ինքը։ Ինքը ինչ որ խոսում է, անցյալից է խոսում։ Ներկայում այս մարդը Քրիստոսի հետ չի։ Գիտես, երբ որ դու Քրիստոսի հետ ես ապրում, դու ուրիշ ես։ Քո մեջ կյանքը ապրում այսօր։ Դու չես ապրում անցյալով կամ էլ ոչ էլ երազում ես վաղը ինչ կլինի։ Դու այսօր արդեն ապրում ես կյանքով, քո մեջից կյանք է բխում։ Քո մեջ կա գործողություն, որը պետք է այսօր անես։ Քո մեջից ցույց է տալի Տերը ինքը իրան է արտահայտում եւ դա տեսանելի է, դա կյանք է։ Աստված ուզում է, որպեսզի ամեն մեկս ապրենք կյանքով, որովհետեւ ինքն է, հենց Հիսուսն է։ Գիտեք, դա շատ սխալ է մտածել, ես ինչ որ մի ժամանակ Հիսուսի հետ եմ եղել, ինչ որ մի ժամանակ գիտեք ինչեր եմ արել, ոնց որ Հայաստանի տաքսիստները, չէ՞։ Ասում եմ, ես միշտ տաքսի չեմ քշել, գիտեք ես ով եմ եղել։ Նույնն էլ այդ մարդը, նույնն է շատ քրիստոնյաներ այսօր, կարան խոսան, գիտեք ես ինչ ճեմարաններ եմ սովորել, ինչ աստվածաշնչյան դպրոցներ, ինչեր եմ արել, այսօր ով ես դու։ Այսօր դու ապրում ես։ Գիտեք, ես իրան անկեղծացա այդ մարդուն, ասեցի, դուք շատ տարիքով եք ինձանից, ես շատ երիտասարդ եմ, բայց ես ներկայացա նախ առաջինը։ Ասեցի, բայց ես ձեզ պետք է ասեմ, որ դուք մահացած եք։ Դուք քայլող մեռել եք։ Ձեր քրիստոնեությունը եւ ձեր կյանքը, որը շատ գեղեցիկ է եղել, դա անցյալում է եղել։ Այսօր դուք մահացած եք։ Ձեզ պետքա կյանք ստանալ, ձեզ պետքա վերածնվել Քրիստոսի մեջ, սկսել ապրել Քրիստոսի մեջ։ Գիտեք, ինքը ինձ խնդրեց, ասես կաղոթ ես իմ համար։ Մենք գնացինք մի առանձին սենյակ, մտանք, սկսեցինք աղոթել։ Եվ Սուրբ Հոգու ներկայությունը այնքան ուժեղ էր այդ սենյակում, այդ մարդը սկսեց արտասվել։ Այդ մարդը ասեց, ես գիտեի, որ Տերը ինձ չի թողնի։ Ես գիտեմ, որ Տերը ինձ կայցել էր։ Գիտեք ինչից էր պատճառ եղել, որ ինքը թողել էր իր ծառայությունը, իր եկեղեցին։ Ինչ-որ մի բան էր նկատել եկեղեցում, ինչ-որ մի անարդարություն էր նկատել եկեղեցում, եւ դա եղել էր պատճառ, որ ինքը այդ եկեղեցուց դուրս գա, արդեն 10 տարի այդ եկեղեցուց դուրս է եկել։ Ասում եմ, բա սենց ո՞նց կլինի։ Ո՞նց դու կարաս քո ամբողջ կյանքը ծառայես Տիրոջը, քրիստոնյա վայել կյանք ապրես Հիսուսով ու ինչ-որ մի անօրինության պատճառով դուրս գաս։ Գիտեք, անօրինությունները, սխալ տկարությունները մարդու անդադար լինելու են, ստեղել են լինելու այս եկեղեցում։ Եվ բոլոր եկեղեցիներում կան, որովհետև մարդը։ Ճիշտ է, լավ չի դա, Տերը չի գովում դա, բայց կան։ Բայց գիտեք Աստծո խոսքը ինչ ասում։ Ասում է ունեցեք սեր, աստվածային սեր, որպեսզի ծածկեք շատ մեղքեր։ Եթե մենք չունենանք շատ աստվածային սեր, իսկ աստվածային սերը հենց Աստված է, երբ որ մեր մեջ ապրում է կյանք։ Երբ որ ես ունեմ կյանք, գիտես, ես նայում եմ քո լավ բաներին եմ նայում, քո լավ բնավորությանն եմ նայում։ Ես չեմ տեսնում, որ դու միտեղ թերացար, միտեղ սխալ արեցիր։ Գիտես, միգուցե կգամ խոսամ այդ սխալներ կուղենք կանցնենք, բայց ոչ թե մարդը որ սխալ արեց, միտեղ մի սխալ բան նկատեցինք, եկեղեցուց վրաս փախնենք, ասենք, էս ինչ եկեղեցի է, սխալ բաներ են ստեղ անում, ճիշտ չեն պահում, արք ու վաճառք են անում եկեղեցի։ Գիտես, դա կարելի է սիրով կանգնացնել։ Երբ որ քո երեխան տանը չարություն է անում, վատ բան անում, դու ինչ ես անում։ Թողում տնից գնում ես, թե նստում ես, բացատրում ես, խոսում ես, միտեղ էլ պատժում ես, այո, առանց նեղանալու։ Կարող է մի քիչ նեղանան, բայց հետո վերականգնվում է։ Գիտեք, եկեղեցին քրիստոնեությունը պետք է սենց լինի, որ ամեն սխալի պատճառով, ամեն տկարության պատճառով չբաժանվի։ Այսօր շատ են այսօր ընտանիքներ էլ ամուսին կին ամուսնանում են, մի քանի ամիս հետո բաժանվում են իրարից։ Ու շատ է համաշխարհային խնդիր է դարել սա։ Ինչու՞։ Որտեղ մարդը դարել է եսասեր։ Մարդը ասում է ես։ Եթե ապրենք իրականում, ունենանք Աստծո սերը,
Աստծուն մեր մեջ ունենանք կյանք, կունենանք սեր, որտեվ Աստված, հենց Աստծո էությունը դա սեր է։ Աստված սեր է։ Եթե Աստված մեր մեջ է, մենք կյանք ունենք, ապրում ենք, գիտես, մենք չենք ընկնի։ Եվ Աստվածաշնչում ասում է, ով մինչև վեր դիմանա, նա կփրկվի։ Մեր նպատակը ի՞նչ է քրիստոնեության։ Փրկությունը։ Այո, թե ուրիշ նպատակ ունենք, որ եկեղեցի են գալիս, մեզ քրիստոնյա են կոչում։ Ուրիշ նպատակ չունեմ ես։ Ես գիտեմ, որ ես փրկված եմ վերջում, որտեվ Հիսուսը գրած է իմ վերջն է։ Իմ սկիզբն է իմ փրկության եւ մինչեւ վերջը ինքը ինձ կանցկացնի։ Դա իմ նպատակն է։ Եվ այս ընթացքը ապրեմ Քրիստոսի հետ, հուսալով իրան, հավատալով, որ ինքը ինձ կյանք է տալ, ոչ թե վերջում կհասնեմ, կփրկվեմ, դրա համար եմ եկեղեցի գալ։ Ոչ թե, այլ այս ընթացքը ապրեմ Քրիստոսի հետ, ապրեմ Քրիստոսի հետ, կյանք ունենամ Քրիստոսի հետ։ 100 տարի կապրեմ, 90 կապրեմ, 80 կապրեմ, չգիտեմ, Աստված որ օրը կտանի ինձ, բայց այստեղից սկսած մինչև այդ օրը, որ Տերը ինձ կտանի երկինք, ես ուզում եմ ապրեմ, ես ուզում եմ կյանք ունենամ, որպեսզի Տիրոջ հետ էլ վերջում լինեմ հավիտենականության մեջ։ Գիտեք, շատ հեշտ է հավատալ, այսօր մեր հավատացյալների մասին եմ հիմա խոսում։ Շատ հեշտ է հավատալ, որ մենք փրկություն ունենք, այո, բայց խենք մենք մեկ-մեկ դժվարանում հավատալ, որ խնդիր է մեր կյանքում լինում, որ Տերը կանի դա։ Հիվանդություն է, Տերը կբժշկի, անեծք է, հարցը կլուծվի, ֆինանսական խնդիր է, հարցը կլուծի Տերը։ Ինչու ենք մենք միայն հավատում, որ վերջում կփրկվենք, բայց այս ընթացքը, որ անցնում ենք, մենք չենք կարողանում հավատալ, որ Տերը էլի մեր հետ է։ Այդ նույն Աստված, որ մեզի կյանք է տալու ու տվել է ու մեր մեռած մարմինն էլ է վերջում անգամ հարություն տալու, որպեսզի հավիտենական ապրենք։ Այդքան հզոր Աստված, մենք կարծում ենք, թե ինքը չի կարող այս մեր առօրյա հարցերը լուծի, որովհետև սովոր չենք իր հետ ապրել։ Մենք ուզում ենք մեր պատկերացրածով ապրենք, մեր ձևով ապրենք։ Մենք ուզում ենք մեր պատկերացրած կյանքով ապրենք, բայց մեր պատկերացրած մարդկային կյանքը կյանք չի, այնտեղ կա հիասթափություն։ Եփեսացիների 2:4-5 կարդանք. Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, գրած է։ Աստված, իմացի սիրելիս, հարուստ է ողորմությամբ։ Իր առած սիրո համար, որով մեզ սիրեց։ Ինչ արեց Աստված մեզ սիրեց։ Մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով։ Քեզ Քրիստոսի հետ կյանք տվեց եւ դուք շնորհով եք փրկված։ Գիտեք Աստված ինչ արեց։ Աստված այնքան ողորմած է, գրած քեզ սիրեց, ում սիրեց։ Մեռած մարդուն սիրեց։ Գիտես մեռած մարդով է, որը Աստծո հոգին չունի իր մեջ։ Որովհետև կենթանի մարդը, կենթանի շունչը, որը իրական կենթանի շունչ է, դա միայն Աստծո հոգով է կենթանի, բայց խի է մարդը մեռած մեղքի պատճառով։ Եվ Աստված սիրեց այդ մեռած մեղավոր մարդուն։ Եվ ինչ դա եղավ, որ Աստված սիրեց, Քրիստոսի հետ կյանք տվեց մեզի։ Քրիստոսի հետ կյանք տվեց մեզի։ Եվ երբ որ մենք հասկանում ենք, որ Քրիստոսը գնաց ու խաչվեց խաչի վրա, մենք հասկանում ենք Աստծո սերը։ Ինչ է նշանակում Քրիստոսը կախված խաչի վրա։ Աստծո սերը, Աստված ասում է, ես քեզ սիրում եմ։ Գիտեք, միայն անկեղծ սրտերը կփրկվեն։ Շատ մարդիկ կգան, կգնան, շատ մարդիկ կասեն, ես քրիստոնյա եմ, ես կգամ եկեղեցի մի տարի, հետո մյուս տարի չեմ գա։ Գիտեք, բայց Աստծո ճանապարհը, որը որ պետք է անցնենք, Հիսուսը ասում է, ես եմ ճանապարհը, անկեղծ մարդիկ են անցնելու, անկեղծ սրտով մարդիկ են անցնելու։ Այն մարդիկ, ովքեր ասելու են, ես մեղավոր եմ, ես պիտի փոխվեմ, չեն ծածկելու իրենց մեղքը իրանց մեջ։ Եթե դուք մտածում ես, ծածկում ես մեղքդ, ասում ես Աստված կհասկանա, դες Աստված մեղքի հետ ոչ մի կապ չունի, չել ունենալու։ Եթե քո սրտի մեջ դու մեղքը ծածկում ես, քո մեջ դու մեղքը ծածկում ես, Աստված տեղ չունի քո մեջ։ Իսկ եթե Աստված տեղ չունի քո մեջ, դու մահացած ես ու մահացած էլ կմնաս։ Բայց երբ որ խոստովանում ենք մեր մեղքը, այս շինքը չգիտի մեր մեղքերը, բայց Աստված անկեղծ սիրտ է ուզում։ Երբեք մի ծածկի։ Գիտեք, սատանայի ուզածն է, որ մարդը ասի, չէ, հա, բան չկա, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ։ Լավ, այս հարցը կլուծեմ։ Լավ, այս ինչ բաները անում էի, էլ չեմ անի, լավ, էլ չեմ։ Գիտես դու չես կարող դա չանես։
Դու մարդը անուժ է, անզոր է մեղքի դեմ, որտեղ մեղքը դա հոգևոր բաներ են։ Մարդը անզոր է, բայց երբ որ մենք անկեղծ ենք, ասում ենք Տեր, այո, ես մեղավոր եմ, ների ինձ։ Ես հավատում եմ, որ ներման համար Հիսուսը խաչը բարձրացավ։ Իմ փոխարեն այն արոնը թափեց, որ ես ներված լինեմ։ Գիտեք, մեղքի համար պետք է թափվի արոն։ Մեղքը պատժվում է մահով։ Դա Աստծո օրենքն է։ Եվ որպեսզի ինձ ու քեզ Աստված մահով չպատժեր, որտեղ երբ որ Աստված ինձ ու քեզ մահով պատժեր, մենք հավիտենական մահով պետք է գնայինք դժոխք։ Բայց Աստված տվեց ողորմություն։ Ես էլի եմ կրկնում, սիրելիս, խնդրում եմ, որպեսզի լսես։ Աստված փրկում է միայն անկեղծ մարդկանց։ Սատանան ուզում է փակի ամեն ինչ։ Կրոնը դրսից է խոսում, կրոնը ասում է մի ծխի, մի խմի, էս մի արա, այն մի արա, մի արաս, ուզում է դաստիարակի մարդուն։ Ու մարդը ինչ որ միտեղ սկսում է զսպել իրան, այո, այս չեմ անի, այն չեմ անի, իմ մոտ ստացվեց 2 օր չարեցի։ Գիտեք, 4 տարի չեմ ծխել։ 4 տարի աշխարհիկ ժամանակ։ 4 տարի ու ինքս ինձ ասում եմ, եթե մարդ սրանից հետո սկսի ծխել, ամենակիչը հիմար պետքա լինի այդ մարդը, որ 4 տարի չծխես, հասկանաս, որ դա վնաս է, ու էլի սկսես ծխել։ Գիտեք, էլի սկսել եմ ծխել։ Եղել է մի տարի չեմ ծխել, եղել է մի քանի ամիս չեմ ծխել, բայց անցել է ժամանակ, ես հասկացել եմ, որ ես էլի նույն ծխողն եմ մնացել։ Գիտեք, մարդու ուժերը կամ կրոնը, որ քեզ սովորացնում է, ինձ կրոնն էր սովորացնում։ Ժամանակավոր է դա։ Դու ժամանակավոր կարող ես ինչ-որ զսպես, ինչ-որ, բայց հարցի լուծում չկա։ Իսկ երբ որ գալիս է կյանքի աղբյուրը, կյանքի Աստված, հենց կյանքը Հիսուս Քրիստոսը, որ գալիս է քո սիրտ, ինքը մեջից է քեզ փոխում։ Այն հայկական բան կա, ասում է մեջից փչացած էր։ Ինչ ուզում ես արա, այս մարդը մեջից փչացած է, չի փոխվելու, որտեղ մեջից է ամեն ինչ սկսվում։ Իսկ եթե կյանք կա մեջդ, ուրեմն դու ապրելու ես կյանքով։ Կյանքի նշաններ է լինելու քո կյանքում։ Գիտես, մեղքը բաժանում է մեզ կյանքից։ Միայն մեղքը բաժանում է մեզ կյանքից։ Բայց քանի որ Աստված ուզում է, այնքան սիրեց գրածա, որ եկավ ու ուզում է քո սրտի մեջ լինի, դու պետք է անկեղծությամբ մեղքը հանես քո մեջից։ Ոնց ես հանում։ Շատ հանգիստ, ուղղակի խոստովանում ես, ասում ես, Տեր, ես մեղավոր եմ։ Շնորհակալ եմ, որ իմ համար խաչվել ես։ Ներիր ինձ։ Գիտեք, դա դժվար չի։ Կյանք ստանալը դժվար չի։ Աստված չի դրել լաբիրինտներ, ինչ որ դժվարություններ կգնաս, այս կանես, այն կանես, 25 օր ծոմ կպահես, չգիտեմ, 15 օր սարի վրա կքնես, կիշնես կամ սրա ձեռքը կպաչես, այն խաչը կպաչես եւ այլ։ Ոչ։ Մեկ վարքյան, մեկ անկեղծ վարքյանը կարա քեզ փրկություն տա։ Մեկ անկեղծ վարքյանը, որ դու անկեղծանաս Աստծո հետ, դա կարա լինի քո հավիտենական փրկությունը եւ հավիտենական կյանքը։ Սկսված այս աշխարհից։ Դու ինքդ քնիր քո սիրտը, թե հիմա դու ինչով ես լցված, ինչով ես ապրում, անցյալով, երազում ես ապագայի համար, թե դու այսօր կյանք ունես, այսօր դու Քրիստոսին ունես։ Երբ որ մենք անկեղծ ենք լինում, Աստված գալիս է մեր սիրտ եւ սկսում է մաքրել, աշխատանք տանել մեր մեջ։ Ինքը հենց Աստված, ոչ թե ինչ-որ մի քահանա, ոչ թե ինչ-որ մի հովիվ, ոչ թե ինչ-որ մի առաջնորդ, ինքը Աստված, ոչ թե ինքը թողում է, որ քեզ ինչ-որ մեկը դաստիարակի, ասի, «Էս մի արա, այն մեղքը մի գործի»։ Գիտես, երբ որ դու կյանք ունես, դու կյանքում չես գնա ինչ-որ քահանայի կամ հովիվների մոտ ասես, «Գիտես, էսի մեղք կա, որ անեմ կամ չանեմ, այնի մեղք կա»։ Ոչ, Աստված է քո մեջ։ Ինքն է քո մեջ, ինքն է քեզ կյանք տալիս, ինքն է քեզ սովորացնում, ինքն է քեզ մաքրում, ինքը իր ձևը ունի։ Գիտես, երբեք մի արեք տենց, երբեք մի գնացեք մարդկանց հարցրեք, հովիվներին հարցրեք, «Էսի մեղք կա թե չէ, այնի մեղք կա թե չէ»։ Դու ինչ ես զգում քո մեջ։ Մեղք կա թե չէ։ Դու ինչ ես զգում։ Քո խիղճը ինչ է ասում։ Դու պետք է քո խիղճին լսես, որտեղ խիղճը դա հոգու մասնիկ է, որտեղ Աստված է ապրում։ Եվ որpիսի մարդու խիղճը կատարյալ գործի, պետք է Տերը միաբանվի քո խիղճի հետ։ Խեն աթեիստները ասում Աստված չկա, որpիսի իրանց խիղճը լրիվ տկարացնեն, քանի որ մարդու խիղճը միշտ ասում է, հոպ, սխալ արեցիր, սա ճիշտ չի, սա սխալ է, սա մեղք է, եւ սկսում է դատապարտել, հենց քո մեջ սկսում է քեզ դատապարտել քո խիղճը, եւ դու քեզ կեղտոտ ու մեղավոր ես սկսում զգալ։ Բայց երբ որ Աստված է գալիս քո կյանք, գիտես քո խիղճը ուրախանում է, քո խիղճը ցնծում է, որովհետեւ նա ազատություն է շնչում, նա ազատության մեջ է արդեն, նա հասկանում է, որ նա ներված է։
նա ներված է, նա ազատ է, նա ուրախ է, նա երջանիկ է։ Դա է իրական երջանկությունը, որ մարդ պետք է զգա իր մեջ։ Գիտեք, քրիստոնեություն եմ ես քարոզում, կրոն չեմ քարոզում։ Կարա՞ս սա հավատաս ընդունես։ Քրիստոսից դուրս մարդը հոգևորապես մեռած է։ Թե կլինի դա քրիստոնյա, թե կլինի հավատացյալ, թե կլինի քրիստոնեական երկրում ծնված կամ մուսուլմանական երկրում ծնված, դա կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի քրիստոնեության հետ։ Դու կարաս ծնված լինես Հայաստանում, ավելին ասեմ, դու կարաս ծնված լինես Էջմիածնում, բայց քրիստոնյա չկոչվես, որտեղ քրիստոնյան այն մարդն է, ում մեջ ապրում է Քրիստոսի հոգին։ Գիտեք, մարդը ծնվում է, ապրում է, գոյատևում է այս աշխարհում։ Երբ որ Աստված Ադամին ասեց, «Այն ծառի պտուղից չուտես, որտեղ մահով կմահանաս», մենք պարզ տեսնում ենք Աստվածաշնչում, որ նա կերավ, բայց չմահացավ։ Երկար ապրեց Ադամը, չմահացավ ինքը։ Բայց ի՞նչը մահացավ Ադամի։ Հոգին, որը Աստծուց էր։ Հոգին, որը կյանք էր տվել։ Շունչը Աստծու, որ Աստված գրած է, Աստված փչեց իր ռնգներից ներս եւ մարդը դառավ կենդանի շունչ։ Կենդանացավ մարդը։ Այդ աստվածային բնությունը Ադամի մեջ մահացավ։ Այսինքն Ադամը դառավ մահկանացու։ Մինչև այդ Ադամը մահկանացու չէր, բայց մեղքը գործելու պահից հետո Ադամը դառավ մահկանացու։ Եվ սիրելիս, ես ու դու Ադամի ժառանգներն ենք։ Մեկը Ադամի ժառանգն է, մեկն էլ ոչ։ Ես էլ Ադամի ժառանգը չեմ։ Շատերը Ադամի ժառանգը չեն, շատերը Ադամի ժառանգն են։ Ադամի ժառանգը մահկանացու է։ Ես Քրիստոսի ժառանգն եմ, որտեղ Քրիստոսը դառավ այն մեկը, ումից ես սկիզբ առա։ Եվ Քրիստոսի մեջ մահ չկա։ Գիտեք, Քրիստոսը ցույց տվեց իր կյանքը։ Նա գնաց, մահացավ եւ հարություն առավ։ Գիտեք, քրիստոնեությունը ոչ մենակ պետքա սուպեր հոգևոր լինես, որ հասկանաս, անգամ Աստված նենց բաները, Աստվածաշունչը նենց է, որ ամեն մարդուն հասանելի լինի։ Հիմա դուք ասես, դե տարբեր կրոններ կա, խեք կարծում, որ ձերն է ամենաճիշտը։ Քրիստոնեությունն է ճիշտը, ոչ թե իսլամը, ոչ թե հրեաների կրոնը, ոչ թե բուդդիստների կրոն եւ այլ եւ այլ։ Գիտեք, պետք է ուղակի մի փոքր, շատ չէ, մի փոքր այստեղ հասկացող լինենք։ Մարդուն Աստված ստեղծել է, որպեսզի հասկանանք, չէ՞։ Մեզ միտք է տվել, մեզ ինտելեկտ է տվել, որպեսզի մի քիչ հասկանանք։ Կարա դուք հավատաս մի հոգու վկայությունը, թե կհավատաս 500 հոգի, որ քեզի մի բան ասեն, նույն բանը։ Ում կհավատաս ավելի շուտ։ 500-ին, պարզ է, որ կհավատամ 500 հոգուն, անգամ կհավատամ 3 հոգուն, 2 հոգուն, կամ թե մի հոգի, որ ինձ գա բան ասի։ Մի հոգի գա մի հրաշք բան ասի, ինձ ասի, հավատա, էդի տենց էլ եղել է։ Ու մեկ էլ 500 հոգի գան ասեն, չէ, էդի տենց չի եղել, էսի սենց է եղել։ Ու վկաները 500 հոգի են։ Գիտես, Աստվածաշնչի վկաները 500 հոգուց ավել են։ Գիտեք, Հիսուսը երբ որ հարություն առավ, 500 հոգուց ավել մարդ, Աստվածաշունչն է գրում, նրան տեսան Հիսուսին, նրա շոշափեցին, նրա հետ հաց կերան, գրած է 40 օր Հիսուսը հարությունից հետո նստեց իրանց հետ, հաց կերան, խմեցին։ Հովհաննեսը գրում է, մեր ձեռքերը նրան շոշափեցին։ Եվ այս վկաները գրում են նոր կտակարանը, ոչ մի հակասություն չկա ստեղ։ Եվ սա փաստացի դոկումենտ է համարվում ամբողջ աշխարհում։ Հիմա հարց, գնամ ինչ-որ մի հոգանոց վկաների կրոններին հավատամ, թե հավատամ այն ինչ-որ Աստվածաշունչն է ասում։ Եվ հավատամ այն ինչ-որ Աստծո հոգին է հաստատում ամեն ճշմարտություն իմ մեջ, որտեվ Հիսուսին ընդունելով կյանք ստացանք։ Գիտես, սիրելիս, ելի եմ խնդրում քեզ, կրոնը դեռ կյանք չի։ Կրոնը գիտեք ինչ է։ Կրոնը ինքը կարա գեղեցիկ լինի, կարա հանգստացնող լինի, կարա ժամանակավոր ինչ-որ տեսիլքներ մարդուն տա, բայց դա չի նշանակում դեռ կյանք։ Կյանքը ելի եմ կրկնում, կյանքը սկսվում է հանդիպումից։ Եվ հանդիպումը որտեղ է տեղի ունենում, քո սրտի մեջ, ում հետ, Հիսուս Քրիստոսի հետ։ Երբ որ Հիսուս Քրիստոսը քո սիրտ է մտնում, բայց որպեսզի Հիսուսին հրավիրես քո սիրտ, դու պետք է խոստովանես. Տեր, արի իմ տուն, ես խոստովանում եմ քեզ, ես ուզում եմ դու իմ տուն գաս, բայց ստեղ թափթփված է, գիտես Տեր, բայց ստեղ ոչ մի բան տեղում չի, ես ստեղ չեմ հավաքել, կեղտոտ է, փնթի է իմ սիրտը, բայց
Եթե ուզում ես արի, ես բացում եմ։ Գիտեք, սա անկեղծություն է։ Մարդ, որ ուզում է գա քո տուն, չէ, դու սրտանց ուզում ես այդ մարդը գա քո տուն, բայց դու դեռ չես հասցրել, չես մաքրել, չես սրբել քո տունը, բայց ասում ես, գիտես, տունս չեմ հավաքել, բայց արի, որտեղ սրտանց ուզում եմ գաս։ Գիտեք, Հիսուսին էլ պետքա թույլ տանք, որպեսզի ինքը գա։ Մենք շատ անգամ փորձել ենք մեր սիրտը ուբորկա անենք, մաքրենք, սրբենք, բայց մեր մոտ չի ստացվել։ Ես ինքս վկա եմ, ես շատ երկար տարիներ փորձել եմ իմ սիրտը մաքրել, որտեղ եղել եմ շատ խորը կրոնավոր մարդ։ Եթե դուք ինձ խոսակ կրոնից, ես շատ բան գիտեմ կրոնից։ Ես շատ անգամ այս Աստվածաշունչը կարդացած եմ եղել մինչև ապաշխարել եմ, բայց ինձ չի օգնել, որտեղ ես պատկերացրել եմ, որ հավատքը կրոնով է, որ հավատքը Աստվածաշունչը խոսում է, այս մի արա, այն մի արա, այն մի արա, ես փորձել եմ ամեն ինչ։ Այսինքն դու ինչ ես, դու ուզում ես ուբորկա անես, մաքրես, բայց քո մոտ չի ստացվում։ Բայց կա մեկը, որ ասում է, դու չես կարա, ես կարամ քո սիրտը մաքրեմ։ Ես կարամ մտնեմ քո տուն ու քո տունը ուբորկա անեմ, ու քո տունը մաքրեմ վերևից ներքև։ Գիտես, մի ամաչի Հիսուսից, մի ամաչի, որ ինքը գա քո տուն, որտեվ սա է միակ ելքը եւ միակ կյանքը։ Ուրիշ ձև չի լինելու։ Ես նախորոք ասում եմ, եթե այսօր ստեղ նստած ես ու լսում ես, ես քեզ Աստված է ասում, ես չեմ ասում։ Ուրիշ տարբերակ չկա։ Կա մենակ Հիսուս։ Կա մենակ Քրիստոսը, որ կարող գա քո սիրտ, ների քեզ, մաքրի քեզ եւ քեզ հավիտենական կյանք տա։ Գիտես, Հիսուսը միտեղ ասում է, ես կանգնած թակում եմ քո սիրտը։ Եթե լսես իմ ձայնը, իմ թակոցը, բաց կանես, կմտնենք ես ու հայրը այնտեղ եւ խնջույք կունենանք։ Գիտեք էդի որ խնջույքն է, այդ այն կյանքն է, որ միշտ ուրախ ես դու։ Աշխարհիկ մարդիկ ասում են, ինչ ես ուրախ, ինչիդ վրա ես ուրախ։ Հիսուսի մեջ է, ես ուրախ եմ։ Գիտեք, աշկներից դեմով մահն էլ ասենց գալի գնում, հիվանդություններն էլ են գալի գնում, խնդիրները, ամեն ինչ sense գալիս են ու գնում են, բայց մեզ չեն կպնում։ Մեզ չեն կպնում։ Ինչու՞։ Որտեվ Հիսուսը մեր մեջ է, մենք էլ Հիսուսի մեջ ենք։ Հիսուսի մարմինը որտեղ է։ Եկեղեցին։ Գիտես, երբ որ Հիսուսը քո մեջ է, դու ուզես չուզես իր մեջից դուրս չես գալու։ Քեզ կյանքում չեն համոզի արի եկեղեցի, որտեղ դու արդեն մեջն ես։ Հիսուսը քո մեջ է, դու էլ իր մեջ ես։ Հիսուսը ասում է, այս աշխարհի իշխանը գազազած գալիս է, որ մորթի, սպանի, գողանա, վնաստա մարդուն, անիծի մարդուն եւ այլ, բայց ասում է, իմ մեջ ինքը ոչ մի իշխանություն չունի։ Աչքովդ կտեսնես, բայց քեզ չի դիչի։ Անկամ մարմինդ է կսպանեն, բայց դու չես վախենա, որովհետև դու ունես հավիտենական կյանք։ Կյանքը սկսվում է Քրիստոսից։ Եվ այսպես Հիսուսը ասում է Մատթեոս 7:21-ում. ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը երկնքի արքայությունը մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Իսկ ես ո՞նց կարամ կատարեմ հոր կամքը, երբ որ նա իմ մեջ է։ Երբ որ նա իմ մեջ է, երբ որ նա իմ մեջ չի, ես չեմ կարող կատարեմ հոր կամքը։ Կյանքը սկսվում է ոչ թե ձևից, այլ կյանքը սկսվում է Հիսուսի հետ հանդիպումից։ Գիտես, Հիսուսը մի կրոնավոր մարդու ասում է, շատ լուրջ կրոնավոր մարդ էր, վարդապետ էր, ուսուցիչ էր, հրյա։ Գիշերով եկավ իր մոտ, որ հարցնի Հիսուսին։ Հիսուսը ասեց իրան. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող մտնել։ Ինքը հարցրեց. Տեր, ո՞նց կարա մարդը նորից ծնվի։ Մարմնից ծնվածը մարմին է, բայց պետք է մարդ հոգուց ծնվի։ Եվ հոգուց ծնունդը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ Քրիստոսը քո մեջ է ապրում։ Ով որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Գիտեք, Աստված մեզանից փող չի ուզել երբեք, ու չի ուզի։ Աստված ուղղակի եկել է, որ կյանք տա քեզ։ Ու իր կյանքը իր որդու մեջ է, Հիսուսի մեջ է։ Հիսուսին ընդունում ես, Աստծո կյանքն ես ընդունում։ Հիսուսին չես ընդունում, սա Աստծո խոսքերն է։ Ով որդուն չունի, կյանք չունի։ Գիտեք, Աստծուց ոչ մի բան երբեք չսպասես, եթե Հիսուսին չընդունես։ Դու կարաս ինչ-որ մեկին, քո ընկերոջը, քո բարեկամին, քո եղբորը կամ քո քրոջ ասես, գիտես, քո ցավը տանեմ, քեզ շատ եմ սիրում, բայց իր երեխուն ատես, իր երեխուն չընդունես, իր երեխուն չսիրես։ Միթե քո հարազատը քեզ կընդունի, եթե դու իր երեխուն չսիրես։
կամ իր երեխուն չընդունես։ Ոչ, ինչքան էլ դու իրան լավ բառեր ասես, ինչքան էլ դու ասես, ես քեզ շատ եմ սիրում, հարգում, դու լավ մարդ ես եւ այլ եւ այլ, բայց եթե դու իր երեխուն չես ընդունում, ինքը քեզ չի ընդունելու։ Գիտեք, նույնն էլ Աստված։ Մենք չենք կարող ուղիղ Աստծուն հանդիպենք ու ուղիղ ուզենանք իրան ունենանք, իր օրհնությունը, իր ներումը, իր կյանք։ Աստված դրել է ճանապարհ իր որդու միջոցով։ Հիսուսն է կյանքը, Հիսուսն է ճշմարտությունը, Հիսուսն է ճանապարհը։ Սա է Աստծո ճանապարհը։ Եթե ճշմարտություն ես փնտրում այս աշխարհում, այս անկած խավար սուտ աշխարհում, չէ, բոլորս ճշմարտություն ենք փնտրում։ Առավոտից իրիկում լուրեր ենք նայում, պոլիտիկա ենք նայում, ով է ճիշտ խոսում, ով է սխալ խոսում, վերջում գալիս ենք մի եզրակացության, բոլորն էլ սխալ են խոսում, բոլորն էլ ստում են։ Գիտեք, ճիշտը մի հատ է լինում։ Երկու հատ ճիշտ երբեք չի լինում։ Ճիշտը լինում է մեկ։ Եվ այդ մեկ ճիշտը Հիսուս Քրիստոսն է։ Դա Աստծո ճիշտն է, որ տրվել է։ Այսօր ամեն մեկից տրվել է։ Գիտեք, մեզանից Աստված փող չի ուզում, ջանք չի ուզում, մեզանից Աստված ուզում է հավատք եւ անկեղծ սիրտ։ Եկեք բարձրանանք աղոթք անենք։